Բացօթյա կրպակների ապամոնտաժման հերթն այսօր Մալաթիա տոնավաճառին էր։ Երևանի նորանշանակ քաղաքապետի բացօթյա առևտրին վերջ դնելու որոշման համաձայն եւս մի քանի տասնյակ մարդիկ այսօր զրկվեցին աշխատանքից։ Աշխարհի վերջն է, 3 երեխա եմ պահում ես տեղով։ Ինչ եմ անելու, մի օր չեն զգուշացրել։ Ես այսօր առավոտյան մեզ ասել են, որ քանդում են։ Ես իրանց հարց տվեցի, ասի նախորդ դուք մեզ զգուշացնեիք, հետո նոր քանդեիք։ Մեզ տեղավորեիք տեսում։ Բոլորը բարձրացած են, ամեն մեկը դիգուտ չի կարելի է ձևի, երեխա է պահում, ընտանիք է պահում։ 20 տարի, այսինքն կլինի երեխայքս իմ բոյս է, ոնց պահեմ։ Վարկենք տրամադրեմ, ոնց փակեմ։ Առևտրականների խոսքերով ամենադաժանն այն է, որ իրեն զրկելով օրվա հացից այլ ընտրանք չեն առաջարկում։ Ոչ մի բան չեն առաջարկել, իրիկուն եկել են առավոտ որոշում են քանդեն։ Ոնց ելա գնանք, խուժաններ։ Մարդիկ սոված կոտորվում են, ինչի մասին են մտածում։ Վրդոված քաղաքացիները չեն պատկերացնում իրենց հետագա անելիքները։ Քաղաքապետի առաջարկը առևտուրը շարունակել տոնավաճառի շենքի ներսում առևտրականները անհիմն են համարում։ Նախորդ տեղերը բացում են, նոր մարդկանց ասում են տեղափոխվեք, մենք այստեղ քանդում ենք, բայց նման բան չի եղել։ Արդեն իսկ այսօր փողոցային առևտրով զբաղվողները համոզված են, որ իրենց լսող չի լինելու։ Այս մարդիկ կամ պետք է փախնեն այս երկրից, կամ պետք է լրացնեն ցուցարարների շարքերը։ Նելի Լազարյան, Հովսեփ Հովսեփյան, IPF